Մտահոգիչ է իրավիճակը Հայաստանում։ Թոքի քաղցկեղը շարունակում է մնալ ամենատարածված ուռուցքային հիվանդություններից մեկը։ Երևանի պետական բժշկական համալսարանի առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական հերացի կենտրոնից հայտնում են, որ 2021-ի տվյալներով թոքի քաղցկեղը նոր արձանագրված քաղցկեղների 14.3%-ն է։ Մասնագետների խոսքով հիվանդության զարգացման առաջին ու առանցքային ռիսկի գործոնը ծխախոտի օգտագործումն է, մյուսը մթնոլորտային օդի աղտոտվածությունը, որն ըստ փորձագետների երկրում մեղմ ասած կրիտիկական է։ Խոցելի խմբում հատկապես երեխաներն են։ Նյութափոխանակությունը ավելի ակտիվ է եւ նաեւ ձևավորված չեն պաշտպանող մեխանիզմները երեխային, այսինքն ամենամեծ վտանգը դրանց մոտ է։ Եվ երեխայի համար օդի աղտոտվածությունը դա վաղվա ընդհանուր միջև լեյպոզի զարգացումը, փոքր քաշ ծնվելու ժամանակ անհասություն, շնչառական համակարգի հիվանդություններ, նաեւ վարքագծային առանձնահատկություններ եւ այլն խնդիրները շատ մեծ են։ Տարեցներն են որպես երեխային խումբ համար Նաև մարդիկ, որոնք որ ունեն շնչառական, սրտանոթային համակարգի ալերգիկ հիվանդություններ։ Մթնոլորտային օդի աղտոտվածությունը եւ կենցաղային վառելիքի այրման արդյունքում առաջացող վնասակար արտանետումները պարզվում է կարող են առաջացնել թոքի քաղցկեղի մինչեւ 30%-ը։ Եվ քանի որ Հայաստանը մթնոլորտային աղտոտվածության մակարդակով աշխարհի առաջատարների շարքում է, հետեւաբար ռիսկի գործոնը ըստ մասնագետների բավականին բարձր է։ Իդեպ թոքի քաղցկեղի ախտանշանները սկսվում են բավականին ուշ, երբ քաղցկեղն արդեն ձևավորված է լինում։ Այս հիվանդության ես հենց հիմա իմ բուժառուների շրջանում նկատում եմ շատ սրացումներ քրոնիկ թոքային օբստրուկտիվ հիվանդության։ Այսպես վերակոչված մեր հին բրոնխիտն է, որը ավելի գրագետ եւ ավելի նոր է, այսպես անվանում է ստացել։ Մենք ասում ենք ծխողի բրոնխիտ, բայց հիմա էլ ասում ենք աղտոտված օդի բրոնխիտ։ Շատ լուրջ խնդիր է, սա օրհասական խնդիր է։ Առաջի թիրախները դա գլխուղեղն է, ոսկորները եւ լյարդը, բնականաբար տարածումը գնում է լիմֆատիկ հանգույցներով։ Ամենաառաջի գանգատներ չունի ցավոք, դրա համար մենք առաջարկում ենք միշտ սկրինինգային մեր ժողովրդի մեջ պետք է մտնի այդ մշակույթը, որպեսզի մենք տարեկան մեկ անգամ անպայման հետազոտվենք։ Օդի աղտոտվածությունը ուղիղ փոխկապակցված է մարդու առողջության հետ, առողջ մարդկանց դեպքում եւս կարող են ի հայտ գալ կարճաժամկետ եւ երկարաժամկետ էֆեկտներ։ Կարճաժամկետի դեպքում օրինակ կարող եք նկատել արցունքահոսություն, հազ, փռշտոց, մաշկի վրա որոշակի փոփոխություններ եւ գլխապտույտ։ Երկարաժամկետի պարագայում արդեն չարորակ նորագոյացությունների ձևավորում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ցույցում է, որ հավելյալ մահվան դեպքերը ինֆարկտներից եւ ինսուլտներից պայմանավորված օդի աղտոտվածության դա քառորդ դեպքերն են, 1/3-ը թոքի քաղցկեղի պայմանավորված այս խնդրով մահվան դեպքերի եւ 43%-ը շնչառական համակարգի հիվանդությունների։ Այսինքն սա բավական լուրջ է եւ ժամանակն է, որ քաղաքային իշխանությունը ի վերջո պատասխանատվություն կրի։ Շատ լուրջ մարտահրավերների առաջ են կանգնացել մեր բնակչությանը եւ հիմա ժամանակն է, որ գրագետ քայլեր արվեն։ Մենք հիմա էքսպերիմենտի ժամանակ չունենք։ Ոլորտի լավագույն փորձագետները պետք է հավաքվեն, մշակեն ռազմավարություն։ Մասնագետները հորդորում են վերահսկել բնակարանի օդի որակը, ապրել առողջ կենսակերպով եւ պարբերաբար անցնել կանխարգելիչ հետազոտություններ։ Իսկ թե ինչ հնարավոր հետևանքներ կթողնի մեր հասարակության վրա օդի այս անթույլատրելի աղտոտվածությունը, մասնագետները տարակուսում են հորդորում րոպե առաջ անցնել գործնական քայլերի։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։